Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ։ Մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում եւ Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց 3 կանանց պարանոցներից պոկել տարել էին ոսկյա շղթան։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։ Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ դա նույն անձն է, որին նախկինում կատարած նման հանցագործությունների համար քրեական ոստիկաններն արդեն իսկ կասկածում եւ ճշտում էին նրա փաստացի բնակության վայրը։ Օգոստոսի 13-ի առավոտյան ժամը 9:40-ին Մայրաքաղաքի Նարդոսի փողոցում, որտեղ ժամանակավոր բնակություն էր հաստատել տղամարդը, հիշյալ կողոպուտները կատարելու հիմնավոր կասկածով նա ձերբակալվեց եւ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը խոստովանեց ոչ միայն օգոստոսին, այլև նախկինում կատարած եւս 4 կողոպուտ, որոնք բոլորն էլ տեղի էին ունեցել Մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում եւ տուժողները դարձյալ տարեց կանայք էին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ 39-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, նախաքննությունը շարունակվում է։